Ինչ նորություն կա հյուսիս-հարավ ճանապարհի Երևանում ընդհատված հատվածից։ Այս հարցն ինձ մարդիկ ամենաշատն են տալիս, եւ ես ուզում եմ պատասխանել այս տեսանյութով։ 250 մետր հատվածը շարունակում է մնալ անավարտ եւ պատճառ է դառնում մեծ խցանումների։ Տեսեք, ստեղ ինչ է կատարվում։ Մեքենաները բոլորը կանգնած են։ Խայտառակ խցանում համարյա ամեն օր։ Մինչդեռ այս մարդիկ կարող էին օգտվել այս ճանապարհից եւ առանց խցանման գնալ իրենց գործերով։ Վերջին 3 ամիսներին ես ամենօրյա ռեժիմով զբաղվել եմ այս հարցով։ Տասնյակ հանդիպումներ եմ ունեցել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների, վիճահարույց հողի սեփականատիրոջ, իրավաբանների, ճանապարհը նախագծողի եւ շինարարի հետ։ Ես շատ էի ուզում, որ ամռանն այս հատվածը կառուցվեր, եւ դա իսկապես իրագործելի էր։ Չեմ ուզում անդրադառնալ, թե ովքեր թերացան, որ դա չեղավ։ Հիմա կներկայացնեմ, թե ինչու ենք հասել այս անընդունելի վիճակին եւ որն է դրա լուծումը։ 2018 թվականին դատարանի վճռի հիման վրա վիճահարույց հողամասից առանձնացվել է ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ 503 քառակուսի մետր կտորը եւ 40.5 միլիոն դրամ փոխհատուցման դիմաց գրանցվել է Հայաստանի Հանրապետության անունով։ Սեփականատերը չի համաձայնել այդ վճռի հետ եւ բողոքարկել է մինչեւ վճռաբեկ դատարան, բայց այն մնացել է անփոփոխ։ 2022 թվականին հողի նախկին սեփականատերը դիմել է դատարան, պահանջելով վերականգնել իր սեփականության իրավունքը եւ անվավեր ճանաչել գերակաշահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերը։ Դիմումն ընդունվել է վարույթ եւ որպես հայցի ապահովման միջոց դատարանն արգելել է քաղաքապետարանին որևէ շինարարական գործողություն իրականացնել։ Այս տարվա մայիսին իմ նկարած տեսանյութի հրապարակումից հետո խնդիրը շատ մեծ հանրային հնչեղություն ստացավ։ Ասիական զարգացման բանկի պատվերով օգոստոսին իրականացվեց այդ հողամասի նոր գնահատում։ Դրա հիման վրա քաղաքապետարանը գույքի նախկին սեփականատիրոջն առաջարկում է 202 միլիոն դրամ, նախկինից 5 անգամ ավել գումար։ Ցավոք սրտի, նա կրկին չի համաձայնում։ Ես հանդիպում եմ իրեն, խնդրում եմ համաձայնի, որ կարողանանք ճանապարհը կառուցել, քանի որ ամեն օր տասնյակ հազարավոր մարդիկ խցանման մեջ են մնում դրա պատճառով, բայց նա չի համաձայնում։ Նրա հաշվարկով փոխհատուցվող գումարը պետք է լինի շուրջ 700 միլիոն դրամ, քանի որ ճանապարհի կառուցման հետևանքով իր մյուս հողամասի դիրքը վատացել է եւ այն արժեզրկվել է։ Բացի այդ, ասում է, որ այնտեղ ունի եւս 700 քառակուսի մետր հողամաս, որը 10 տարուց ավել օգտագործել է եւ այդ հիմքով ցանկանում է սեփականաշնորհել եւ փոխհատուցում ստանալ նաեւ դրա մասով։ Փաստորեն, խնդիրը լուծելու միակ տարբերակը մնում է դատարանը։ Ես անձամբ մասնակցել եմ սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած դատական նիստին, որտեղ կառավարության ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց վերացնելու շինարարության արգելքը։ Հայցի ապահովումը վերացնել հետևյալ հիմնավորմամբ Դատավոր Նելի Հարությունյանն ասաց, որ պատասխանը կհրապարակի սեպտեմբերի 29-ին ժամը 10-ին։ Եթե շինարարության արգելքը չվերացվի, ճանապարհն անավարտ կմնա եւս մի քանի տարի։ Ըստ փորձագետների հաշվարկի, ճանապարհը չշահագործելու պատճառով քաղաքացիների ծախսած ավել բենզինի եւ գազի գծով ծախսը կազմում է օրական 12.6 միլիոն դրամ, այսինքն նախորդ 3 տարվա ընթացքում ժողովուրդը կրել է 13.8 միլիարդ դրամի վնաս։